Այսօր պատմելու եմ 3 հատկանիշի մասին, որոնք մարդուն իսկապես ուժեղ ու գեղեցիկ են դարձնում։ Կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ ուժեղ լինելը դա ընդհանրապես ինչ-որ ֆիզիկական ուժի մասին չի խոսքը, ուժեղ մարդը կամ մարդու ուժեղությունը դա իր ներսում եղած որոշակի հատկանիշների ամբողջությունն է։ Ու հարց է առաջանում, արդյոք մարդը կարող է փոխել իր հատկանիշները։ Հիմա շատ տարածված է ասել ընդունեք ինձ այնպեսին, ինչպեսին ես կամ ես չեմ ուզում փոխվել, ու իսկապես պետք է ընդունել ինքներս մեզ նաև այնպեսին, ինչպեսին մենք կանք, բայց նաև մարդը ի վերուստ օժտված է որոշակի ունակությամբ ինքնազարգանալու ու իր հատկանիշների վրա ազդելու։ Եթե իհարկե նա ուզում է դա անել։ Եթե մարդը չի ուզում փոխվել, մենք ինչքան էլ որ ուզենք, իրեն ոչ մի հնարավորություն չունենք փոխելու։ Մենք չենք կարող իրեն ստիպել, չենք կարող իր փոխարեն որոշումներ կայացնել։ Լավագույնը ինչ մենք կարող ենք անել ընդհանրապես օգնել նրան, որպեսզի իր մեջ ցանկություն առաջանա իր մեջ ինչ-որ բան փոխել։ Եթե այդ ցանկությունը չկա, մենք ինչ էլ անենք, ոչ մի ձև չենք կարող ազդել նրա վրա, որպեսզի նա փոխվի։ Բայց այն մարդիկ, ովքեր ուզում են ինքնազարգանալ, ուզում են իրենց հատկանիշները բարելավել, հենց նրանց համար էլ ես կիսվում եմ այս 3 հատկանիշներով։ Առաջին հատկանիշը, որը մարդուն ավելի ուժեղ ու ավելի գեղեցիկ է դարձնում, դա ինչքան էլ կարող է զարմանալի հնչել, դա բարությունն է։ Բարությունը հիմա գնալով վերանում է, իսկական որ բարի մարդիկ քիչ են դառնում ու հիմա շատ կարիք կա, շատ պակաս կա ուղակի բարի մարդկանց։ Ինչի է քչանում, որովհետև բարությունը, բարի լինելը հիմա գնալով ավելի քիչ ձեռնատու է թվում, ավելի քիչ շահավետ է թվում, ինչի որովհետև հաճախ բարությունը շփոթում ենք որոշակի թուլության հետ, բայց իրականում բարությունը թուլություն չէ, բարությունը դա ուժեղ մարդու հատկանիշ է, որը նրան թույլ է տալիս պահպանել իր ներքին խաղաղությունը, նույնիսկ այն իրավիճակներում, երբ կա որոշակի ագրեսիվ միջավայր ու երբ նույնիսկ կյանքը փորձում է կոտրել իրեն։ Իսկ ընդհակառակը չարությունը դա թույլ մարդկանց նշան է, դա մարդու նշան է, ով չունի բավարար ռեսուրս, որպեսզի նախ ներքուստ որոշակի հանգստություն ու խաղաղություն ունենա ու հետո նաև մարդկանց համար որ ինչ-որ լավ բան անելու, ինչ-որ բարի քայլ անելու։ Եթե ուսումնասիրենք շատ չար մարդկանց անցյալներ, շատ հանցագործների անցյալներ, ու կնկատենք, որ իրենք նախկինում շատ բացասական փորձ են ունեցել, որոնք իրենց հոգեբանությունը թուլացրել է, ու այդ չարության միջոցով արտահայտվում է իրանց թուլությունը իրականում։ Երկրորդ հատկանիշը ուժեղ մարդու դա խոնարհությունն է։ Խոնարհությունը դա գոռոզության հակառակն է, ու խոնարհությունը չի նշանակում լինել ճնշված, կաշկանդված, լինել ենթարկվող։ Խոնարհությունը ուղղակի նշանակում է, որ մենք մի պահ մի կողմ ենք թողնում մեր եսակենտրոնությունը ու հասկանում ենք, որ ես ոչ թե ամեն ինչի կենտրոնում եմ, այլ ավելի շատ որոշակի շղթայի մի կարևոր ու մի ունիկալ մասնիկն է։ Խոնարհությունը օգնում է մարդուն ստեղծել ու արարել։ Հաճախ կնկատեք, որ մարդու աղքատության պատճառը կամ հաջողության չհասնելու պատճառը դա նրա գոռոզությունն է, որովհետև գոռոզ մարդիկ ասես ենթագիտակցորեն մտածում են, թե իրենք ոչինչ չպետք է անեն, թե մյուս բոլորն են իրենց պարտական ու տենց մարդկանց հաճախ շատ դժվար է լինում ինչ որ քայլեր անել, ինչ որ աշխատասիրություն, ինչ որ ջանասիրություն ցուցաբերել ու դրա համար իրենք հաճախ չեն կարողանում ստեղծել կամ արարել մեծ բաներ։ Իսկ խոնարհությունը ընդհակառակը մարդուն օգնում է արարել, ստեղծել որոշակի արժեք, ստեղծել որոշակի ման ստեղծել մարդկանց համար, ինչ որ իրենց բերում է հաջողության։ Խոնարհությունը օգնում է նաև ստեղծածը բազմապատկել, այն հաջողությանը, որին որ մարդը հասնում է բազմապատկել, նույնիսկ երբ մարդը ինչ որ հաջողության է հասնում, գոռոզությունը ասես նրան արփեցնում է ու մարդը չի շարունակում զարգանալ։ Ու նման մարդիկ, ովքեր ում է շատ ուժեղ է գոռոզությունը, սովորաբար նույնիսկ երբ որ նրանք ինչ-որ հաջողության են հասնում, որոշ ժամանակ անց նրանք կորցնում են դա։ Իսկ խոնարհ մարդը ընդհակառակը, երբ որ ինչ-որ հաջողության է հասնում, նա դա որոշակի խոնարհությամբ է ընդունում։ Ինքն իրեն իհարկե արժանին է մատուցում դրա համար, բայց նրանից չի արփում, չի գոռոզանում ու շարունակում է զարգանալ։ Այդպիսով խոնարհությունը օգնում է նաև զարգացնել ու բազմապատկել հաջողությունը։ Նաև խոնարհությունը ուղղակի գեղեցկացնում է մարդուն, որովհետև խոնարհ մարդը կարող է լսել դիմացինին, կարող է խորհուրդ լսել, կարող է իր սխալը ընդունել, կարող է ներողություն խնդրել, կարող է շնորհակալություն հայտնել։ Խոնարհ մարդը կարիք չունի արհեստականորեն բարձրացնելու իր արժեքը, նրա փոխարեն ուղղակի խոսում է իր ներկայությունը։ Եվ երրորդ հատկանիշը, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, դա կենտրոնացումն է, կենտրոնացումը իրենց նպատակների վրա։ Լինել կենտրոնացած նշանակում է չկորցնել շարժման ուղղությունը նույնիսկ արտաքին աղմուկի մեջ։ Միշտ իմանալ, թե ուր ես ուզում հասնել ու երբեք չշեղվել այդ ուղուց։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ հատկությունը, գիտեն, որ կենտրոնացումը իրենց ամենամեծ ռեսուրսն է։ Լինել կենտրոնացած նշանակում է ֆոկուսը միշտ պահել դեպի մեր նպատակը ու նաև նշանակում է միշտ կարողանալ զբաղվել նրանով, ինչով որ ես հիմա զբաղվում եմ։ Ուտելուց ուտել, քնելուց քնել, աշխատելուց աշխատել, ոչ թե ուտելուց մտածել,
քնելուց աշխատել եւ այլն։ Հենց դրանում է արդյունավետության ու երջանկության գրավականը։ Այսօր ես պատմեցի ուժեղ մարդու 3 հատկանիշների մասին։ Եթե թեմաները ձեզ հետաքրքիր են, հրավիրում եմ ձեզ հետևելու իմ YouTube-յան էջին, որում ես պարբերաբար ավելացնում եմ նյութեր ինքնազարգացման ու ինքնաճանաչման մասին։